Մեր օրգանիզմում կատարվում են տարատեսակ պրոցեսներ, որոնք մասին մենք չունենալով համապատասխան տեղեկություններ, երբեմն նրանք դիտարկում են խնդիրներ։ Եկեք այսօր խոսենք կանանց եւ տղամարդկանց մոտ լյուբրիկացիա երևույթի մասին, ինչը նորմալ ֆիզիոլոգիական երևույթ է, շատ հաճախ մարդիկ չիմանալով դրա մասին կարծում են, որ դա խնդիր է։ Այսպիսով, ինչ է իրանից ներկայացնում լյուբրիկացիան։ Մի երևույթ, որի շնորհիվ տղամարդու եւ կնոջ մոտ սեռական գրգռվածության ժամանակ տեղի ունենում սեռական օրգանների խոնավեցման process, ինչի ֆիզիոլոգիական նշանակությունն է սեռական հարաբերության սկիզբը դարձնել հանգիստ, հաճելի եւ անցավ։ Սակայն գոյություն ունի մի երևույթ եւ պրակտիկայում եմ ես հանդիպել այդ երևույթին, որ տղամարդկանց մոտ լյուբրիկացիայի process-ը շատ առատ է լինում, այսինքն սեռական գրգռվածության ժամանակ շատ մեծ քանակությամբ հեղուկ է արտադրվում, իրոքից սա չենք կարող համարել նորմալ ֆիզիոլոգիական երևույթ, որովհետև սա արդեն խոսում է որևէ խնդրի առկայության մասին։ Ամենահավանական խնդիրն իհարկե խոսքը գնալու է բորբոքային պրոցեսների մասին, շագանակագեղձում առկա բորբոքային պրոցեսների մասին, որովհետև երբ որ մենք ասում ենք լյուբրիկացիա, նորմալ ֆիզիոլոգիական երևույթ, պետք է հասկանանք, որ տղամարդկանց մոտ խոսքը գնում է մի քանի կաթիլ հեղուկի առկայության մասին, որը տղամարդը կարող է նույնիսկ չնայել։ Ընդ որում տարիքի հետ այդ գեղձերի ուրեմն ֆիզիոլոգիան, ֆունկցիան, որոնք արտադրում են այդ հեղուկը, տարիների ընթացքում իջնում է եւ երևույթը կորցնում է իր արդիականությունը, հետեւաբար լյուբրիկացիան ավելի արտահայտված է լինում երիտասարդ տարիքում, քան թե եւ այսպիսով, եթե դուք նկատում եք, որ սեռական գրգռվածության ժամանակ լորձանման արտադրությունը ավելին է, քան առաջ, ավելին է, որ արդեն անհանգստացնում է, ավելին է, որ պատճառում է ձեզ տհաճություն, սա նշանակում է, որ ինչ-որ խնդիր կա, խնդիր, որը երկար ժամանակ գուցե թաքնված ընթացքով գնացել է եւ ներկա պահին արդեն գլուխ է բարձրացել։ Այս պարագայում կարիք է լինում որոշակի հետազոտություններ անցնել, մեզի քսուկի սերմնահեղուկի անալիզներ, որոնք հնարավորություն կտան հասկանալ թաքնված ինֆեկցիաների առկայությունը եւ ժամանակին իրականացնելով բուժում կանխել համետ խնդիրների խորացման process-ը, համ էլ ձեզ ազատել տհաճ երևույթների։